Բարի երեկո, սիրելի բարեկամներ, բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ։ Կարճ եւ կոնկրետ ուզում եմ ներկայացնել իմ այսօր շատ տաղանդավոր հյուրին, դերասան Նարեկ Ներսիսյան։ Ես սումնքեր Նարեկը։ Ո՞նց եք։ Լավ, հաստատակ։ Բարև Նարեկ ջան, ո՞նց ես։ Բարև ձեզ, լավ, միշտ հաճելի է հանդիպել լավ մարդկանց, հումորով մարդկանց։ Ես գիտես, ինչի վրա եմ շատ զարմանում։ Այդ ոնց այտենց մարդ չկա, մի տես դերասան, երգիչ, գիտեմ, երաժիշտ, պարողան, որ ես չճանաչեմ ու մոտ չլինեմ նույնիսկ, շփված չլինեմ։ Ես զարմանում եմ, որ մենք առաջ անգամ ենք հանդիպում։ Ես քեզ այդքան լսելով քո մասին, այսօր նոր Նարեկին տեսնում։ Վերջապես շատ երկար էր ուղղակի, էլի։ Շատ երկար սպասեցինք այս հանդիպմանը։ Ձգվեց ուղղակի շատ ձգվեց։ Նարեկ ջան, ես շատ ուրախ եմ, որ դու այսօր իմ տաղավարի հյուրն ես, վերջապես։ Շնորհակալ եմ հրավերի համար, ես էլ եմ ուրախ, շատ։ Հա, ես էլ երկար ժամանակ գիտեի, որ ստեղ եք, այդպես չի ստացվում։ Ես վերջին տարիներին իհարկե մի քիչ ասպարեզից դուրս էի, հարգելի ավելի լուրջ պատճառներով։ Ես վաղուց վանից եմ ուզում ճիշտ ասած մեր հանդիպումը կայանալ, այնտեղ ոչ մի կերպ չէի կարողանում գտնել։ Քեզ վերջը լավ էր, շատ պատահական ստացվեց ու ես շատ ուրախ եմ դրա համար։ Նարեկ ջան, դες կարճ համառոտ սիրուն կարող է քո մասին պատմես մի երկու բառ։ Կարճ համառոտ դե ծնվել եմ Երևանում, մեծացել եմ Երևանում, գնացել եմ, ընդունվել եմ Թատերական ինստիտուտ, որոշել ենք պապիկի ուղով գնալ դերասանությամբ։ Տենց ավարտեցի Թատերական ինստիտուտը, աշխատեցի մի քանի տարի, այդ ընթացքում նույնիսկ բանակ եմ հասցրել ծառայեմ, հա, հետո բանակից վերադառնալուց հետո մտա TV պրոյեկտներ, նաև ֆիլմերում եմ խաղացել Հայաստանում, հա։ Ինչ ֆիլմեր են, որ ֆիլմեր։ Ֆիլմեր էին, որոնք փառատոնային ֆիլմեր էին, Արսեն Ազատյանի, Նարինե Մկրտչյանի ֆիլմերը Ապակե Կախազարդ, Անարակ որդու վերադարձը, Ջիգարխանյանի հետ, Արմեն Ջիգարխյանի հետ եմ նկարվել։ Լավ տարիներ էին, ստեղծագործական տարիներ էին, բուռն տարիներ էին ու տարիներ էին, որտեղ դերասանությունը իմ կյանքում ամենօրյա 24 ժամյա տեղ ուներ, էլի, ոչ թե հիմիկվա պես Ամերիկայում։ Ապրում էիր դրանով, գիշեր-ցերեկ ամբողջ, հա, ամբողջ կյանքը դրա մեջ էր, ամբողջ կյանքը դրա մեջ էր։ Հետո Պարոնյան թատրոնում էի խաղում, այն ժամանակ արդեն լուսահոգի, բայց շատ լավ ռեժիսոր, հա, Երվանդ Ղազանչյանի ղեկավարությամբ, շատ լավ։ Ես միշտ հիմա հիշում եմ այդ անցյալին, հենց եմ ասում, ոնց որ 50 տարի առաջ է եղել։ Մի 12 տարի առաջ է, որ ընդամենը հա Երևանում այդ կյանքով շատ լեցուն էր, էլի արվեստով, հա, ես կարոտում եմ այդ օրերը։ Արվեստագետը պետք է միշտ զբաղված լինի, միշտ պետք է զբաղված լինի, միշտ արվեստի մեջ լինի, գիշեր թե ցերեկ։ Դե լավ բան ես ասում, ուղղակի ոնց որ Ամերիկայի մի քիչ դժվար է դա ապահովել։ Բայց ես զարմանում եմ, այ քիչ առաջ ասեցիր կներես, որ ընդհատում եմ, ասեցիր հիմա առանձնացել եմ մի փոքր այդ արվեստից բանից, շատ սխալ ես արել, ախր ամեն մարդ էլ կար առանձնանալ, մարդ կա որ շատ ճիշտ է, իրավացի առանձնանում, մարդ էլ կա որ իրավունք չունի առանձնանալ, որովհետև տաղանդավոր մարդ ես, դու ես թողել, դու ոնց ես առանց այդ բեմի, առանց այդ կամերայի ոնց ես դու շնչում ու ապրում։ Դե դժվար, հեշտ չի, ես էլ եմ համարում, որ Աստծո տված շնորհքը պետք է օգտագործել եւ զարգացնել, բայց դե չգիտեմ, ամեն մարդու կյանքը ընթացքը մի քիչ տարբեր է լինում, հատկապես երբ որ թողնում ես քո երկիրը ինչ պատճառներով կապ չունի, գալիս ես օտար երկիր ու պետք է ինչ-որ զրոյից ինչ-որ բաներ սկսվի, կարա լինի ինչ-որ դեպքեր կարողա լինեն կամ ասենք ինչ-որ բան քո հաշվարկի համաձայն չգնա, փոխվի գնա ու տենց ասենք, հա, ես դրա համար էլի ցավում եմ, որ ես 24/7 արվեստի մեջ չեմ, բայց հիմա փորձում եմ, այս վերջին տարիներին իհարկե չկայի, որովհետև 12 տարի առաջ եկա Միացյալ Նահանգներ, փորձեցի սկզբից մի քիչ սերիալներ, բաներ, բայց հասկացա դե որ ինչ են վճարում այստեղ որ ասենք այդ տենց կարողանաս Ամերիկայում ապրես, հա, ու տենց էլի հացի խնդրի փնտրտուքներով, բաներով, տենց վերջացրեցին փնտրտուքները nursing, registered nurse ավարտելով։ Հեցա դու իմ ծրագիրը պատմեցիր։ Չէ, հետ ենք տալիս, գնացինք։ Լավ, եկար ու զբաղվեցիր սկզբից։ Սկզբից զբաղվեցի, սկզբից խաղում էի, սերիալներ կային, նկարվում էին այստեղ համայնքում։ Դե բայց ուղղակի եթե Երևանում մենք կարող էինք սերիալների աշխատավարձով ապրել, այստեղ այդքան տենց անհնար է, ասենք, չգիտեմ, դրանով հաստատ չես կարա կենցաղային հարցեր լուծես։ Դրա համար մի որոշ ժամանակ նկարվելուց հետո որոշեցի, որ պետքա, եթե մնալու եմ այս երկրում,
ասենք, ապագայի հետ պլաններ եմ կազմել, պետքա ուրեմն ինչ-որ նորմալ գործ անցնեմ, որ կարողանամ գտնես, որովհետև դժվար է, շատ դժվար է այս։ Դե հա, Ամերիկայի գներն էլ, ծախսերն էլ բոլորս էլ գիտենք ինչքան ոնց է։ Դրա համար գնացի սովորելցի լրիվ նոր մասնագիտություն, որը ոչ մի կապ չունի։ Իսկ լեզու ոնց ես տիրապետում ես լավ անգլերեն։ Հիմա արդեն տիրապետում եմ։ Իսկ որ եկար գիտեիր մի քիչ։ Չէ, դպրոցական մակարդակով գիտեի։ Դե քիչ չէր, գոնե հիմքը կար։ Դե առաջի անգամ եկա մտա Starbucks, ասենք հիմքն էլ հիմք չէր։ Մտա Starbucks, որ արագ-արագ sense է։ Hey, what can I get for you? Sense խառնվեցի իրար, ասի, էսի չա հարցնում։ Այդ արագությունն էլ չհասկացա, էլի ինչ է հարցնում, տենց հա հետաքրքիր էր։ Ու հասկացա, որ բացարձակ անգլերեն չգիտեմ փաստորեն։ Այնին ինչ որ դպրոցում ենք սովորել, էդ էլ հերիք չի, որ դու ամերիկացուն հասկանաս։ Այդ բանի օրն ես ընկել, գիտես չէ՞, մի հատ ապարանցու անեկդոտ կա, որ ասում են անգլերեն խոսում ես, ասում ես շատ լավ խոսում եմ, բայց չեմ հասկանում։ Հա, այդ վիճակն էր, էլի լրիվ։ Լավ, դու խոսացիր կրթության մասին, ինձ հետաքրքիր, ասենք, թատերական ինստիտուտ, չէ՞։ Հա, ավարտել եմ թատերական։ Ձեր ժամանակ կինոյի եւ թատրոնի պետական թատրոնի եւ կինոյի պետական Մեր ժամանակ օրինակ Գեղարվեստա թատերական ինստիտուտ էր։ Չէ, մերը դե արդեն անկախ նկարիչների, քանդակագործների հետ։ Լավ, իսկ ով ա եղել քո ղեկավարը կուրսի։ Ղեկավարը բակալավրիատի ղեկավարը առաջին 4 տարվա ղեկավարը Ալեքսանդր Քոչարյանն էր։ Հա, Ալիկը։ Աստված օգին լուսավորի։ Հետո Նիկոլայ Ծատուրյանը մեր առաջին տարին էր, որ մագիստրատուրայի բան բացվեց, կուրս բացվեց, ոչ մեկ չէր հասկանում պետքա պետչի դերասանի մագիստրոսի կոչումը թե չէ։ Ես մագիստրատուրան է սովորեցի, լավ էր իհարկե, Նիկոլայ Ծատուրյանից է շատ բաներ սովորեցինք, շատ լավ դասախոսներ ունենք։ Երկուսն էլ շատ լավ մանկավարժներ են եղել եւ լավ ռեժիսորներ, Կոլյան, Ծատուրյան։ Հետո այդ 2 տարի հետո էդ էլ սովորեցի ու հարց կար բանակի, դե ոնց որ մի քիչ ավելի ուշ գնացի բանակ, որտեղ այդքան սովորում էի, էլի, որ մի քիչ կարելի է շուտ գնալ, էլի։ Իսկ ինչ վերաբերում է ընտանիք ամուսնությունը, հələ որ դու Չէ, հələ որ տենց Էդ դու լեզուն սովորեցնոր։ Հա, էդ էլ, հա, մի 4 տարի էլ այդ պատրաստ նախապատրաստվեմ, հələ լավ։ Նարեկ ջան, արդեն ժամանակն է ամուսնացի էլի, դժվար առաջինն է։ Հա, ուղղակի ես վախենում եմ խասյատ դառնա, ասենց բաժանվեմ երկրորդ անգամ, բաժանվեմ երրորդ անգամ, բաժանվեմ չորրորդ անգամ, պետք չի էլի տենց ռիսկերի գնալ։ Լավ, ուրեմն 12 տարի է այստեղ ես։ Արդեն 12 տարի, 2014 եթե հա 14 թվականի հենց հունվարին եկա այստեղ նախ ասեմ որ օրինակ դե մարդիկ տարբեր նպատակներով են գալիս Միացյալ Նահանգներ ես եմ որ լրիվ sense վարդագույն ակնոցներով դերասանական բաներով երազանքներով գնում եմ ու մորթեմ հա գնում եմ ու մորթեմ ու այդ հա այդ վիճակով բայց ասեմ ինչն է հետաքրքիր ախր սկզբում այն հանդիպումները այն բաները որ կատարվում էր մարդկանց հետ կամ ինչ որ տեղեր որ գնում էի դերասանության նպատակներով շատ լավ ստացվում էր հետո ինչ որ պահ եղավ որ ինչ որ բան փոխվեց մինչև հիմա ես փորձում եմ անալիզ անեմ այսպես չգիտեմ ինչ ոնց հա բայց բան էր նպատակը ասում ազնիվ էր եւ գեղեցիկ էլի դու գոհես քո բախտից քո ճակատագրից գոհես այ շատ լավ հարց եք տալիս ես ընդհանուր առմամբ գոհ եմ իմ աշխատասիրությունից որ Եթե ինչ-որ բան այնպես էլ չի ստացվում, ես գնացել եմ նոր մասնագիտություն եմ ստեղ սովորել հանգիստ, նորմալ ապագան, հա, ասենք, ապահովելու համար, բայց իհարկե ես ավելի երջանիկ կլինեի, եթե ես օրինակ անցած 12 տարվա ընթացքում որոշակի ինչ լավ առանձնացող ստեղծագործական ինչ-որ լավ գործեր անեի, էլի, ես չգիտեմ դա կլիներ stand-up, դա կլիներ ուղղակի լավ դերեր, դա կլիներ ես ինքս կնկարեի, բայց ես այդ հարցը մի միջալից նշել եմ, որ ասեմ, որ կուզենայի դու ինքդ մի ֆիլմ նկարեիր։ Հա, ես հենց այս սեպտեմբերին, այս տարվա սեպտեմբերին առաջի անգամ այդ կարճամետրաժ ֆիլմ նկարեցի, իմ առաջին դեբյուտն է ռեժիսորական, անգլերենով, այն նպատակը որ ասում էի, հələ չի մարել, էլի, հա, անգլերենով, լրիվ ամերիկյան թիմով, հիմա մոնտաժի մեջ է, շուտով կտանենք եկող տարվա սկզբից փառատոնների կգնա, էլի։ Շատ լավ կլինի։ Ես ունեմ նպատակ, կուզենամ էլ ավելի աշխատեմ, էլ ավելի նկարեմ, շատ իդեաներ կան ֆիլմերի, սերիալների, Աստված առաջ։ Հիմա գոնե ժամանակ ունեմ տենց բաներով զբաղվել։ Չես պատկերացնի, ինչքան հաճելի է, որ այսօր իրար հետ նստած ենք դեմ դիմաց ու զրուցում ենք, ես իսկապես շատ լավ բաներ եմ լսել քո մասին ու արժանի ես, որ աս ամեն մարդու մասին չեն խոսի, այդպես բաներ չեն ասի։ Ուրախ եմ, որ վերջապես այսօր համեր ծանոթությունը եղավ, համել կարող է եւ շարունակվի ընկերություն լինի։
Հավել որ դու իմ հյուրն ես։ Արի հիմա հասնենք գովազդի Նարեկ ջան, որից հետո կշարունակեմ ինձ համար այսքան շատ հետաքրքիր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը, տաղանդավոր դերասան լավ մարդ, լավ դորենքեր, Նարեկ Ներսիսյանի հետ գովազդ ARTN-ի եթերում։ Armflix հայկական առաջին սթրիմինգային հարթակը սկսում է նոր սուպեր մեգա նախագծերի շքերթը։ Այն մարդիկ, ովքեր վճարել են ընդամենը 5.99 ամսական, կարող են վայելել Armflix-ի միանգամից 9 մասշտաբային պրեմիում նախագծեր։ Էքսկլյուզիվ միայն Armflix հարթակում։ Եվ այսպես, արդեն սկսվել է Vendetta կրիմինալ դրամայի դրությունը սիրված դերասաններով։ Շատ շուտով Գոր Վարդանյանի կայսրության թևերը 2 նոր եթերաշրջանը, որը նկարահանվում է միանգամից 3 մայրցամաքներում։ Բաց չթողնեք։ Շուտով սկսվում է բուրըն հումորով հագեցած նոր սիթքոմ։ Նմանակներ, ծիծաղաշարժ դրվագներ, սիրված դերասաններ։ Armflix-ը ներկայացնում է Վաչե Ամարյանի, Աննա Մանուչարյանի ու Էլի սիրված դեմքերի մասնակցությամբ նոր հեռուստասերիալ Վերջին վկան, Armflix։ Պատկերացնում եք, թե ինչ կլինի, երբ տաղանդավոր, սիրված, Մկրտիչ Արզումանյանը և Լիաննա Վանոյանը միասին սկսեն շատ ծիծաղելի, շատ հետաքրքիր սիթքոմ 13 վայրկյան։ Արդեն սեպտեմբերի 10-ից տաքսի բոլորովին նոր, հումորով լեցուն սիթքոմը, Սոս Կարապետյանի նոր, Սոս Կալի սիթքոմը հատուկ Armflix-ի բաժանորդների համար։ Այսպիսով, միանգամից 4 հումորային մեգա նախագծեր գալիս են ապահովելու բարձր տրամադրություն։ Իսկ մելոդրամայի սիրահարներին Armflix առաջարկում է աշխարհահռչակ Globo TV 75 մասանոց «Փրկել բոլորին» սերիալը։ Դասամիջոց։ Սիրված եւ բարձր վարկանիշով սերիալի նոր եթերաշրջանը շարունակվում է Armflix-ում։ Եվ ուրեմն գրանցվեք Armflix հարթակում։ Ամսական ընդամենը $5.99 եւ դիտեք ամեն օր նոր որակյալ ֆիլմեր, հեռուստասերիալներ, հեռուստանախագծեր, սիթքոմներ, այս քանակի եւ այս որակի հեռուստասերիալներ Armflix հարթակում։ Հարգելի հեռուստադիտողներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Նարեկ Ներսիսյանի հետ։ Նարեկ ջան, Հայաստանում լինում ես հաճախ։ Հա, լինում եմ, աշխատում տարի մի անգամ լինեմ, դա էլ իր պատճառ ունի, որտեվ ես չգիտեմ ինչից է կախված, մի քիչ Միացյալ Նահանգների ստրեսը, աշխատանքը, այս ռիթմը, որի մեջ ես ապրում եմ, պետք է լինում կոտրել ու կոտրել լրիվ ցրվելով ու այդ լրիվ ցրվելը հոգեկան հանգստությունը, մենթալ հանգստությունը գալիս է Հայաստան, երբ որ ես գնում եմ Երևան։ Երբ ես գնում եմ Երևան, ոնց որ սենց ամերիկյան ռիթմով ապրած չլինեմ, հանգստանում եմ, լրիվ կտրվում եմ Ամերիկայից։ Հա, ես որ Երևանում նույնիսկ եթե գնում եմ, ասենք քնում զարթնում եմ, սենց ինձ թվում է այդ ամեն ինչը Ամերիկայում ես ինչ արել եմ, երազ է եղել, էլի, ինչ որ սենց զգացում եմ։ Ես թվում է որ արվեստագետը, ստեղի արվեստագետը անպայման գոնե տարին մեկ պետք է գնա, որտեվ ոնց որ գնում ես Հայաստան, ոնց որ արվեստագետը ինչի նկատում է, լիցքավորվում ես այնտեղի արվեստից, այնտեղի այն բանից ոգևորված ու տեսնում ես ինչեր է կատարվում բեմերում, ինչեր անում, ինչ բեմադրություններ են անում, այստեղ էլ շատ լավ անում են, բայց նրանք էլ երևի գնում, լիցքավորվում, գալիս են, լցվում գալիս են։ Անպայման արվեստագետը կապը պետք է պահի իր հայրենիքի հետ, որտեղ համաձայն եմ, այդ առումով ես կարծում եմ մեկը ինչ է լինի Երևանում ավելի բարձրորակ ներկայացումներ, ֆիլմեր, այստեղ էլ կա լավ բաներ կա։ Արվում են, բայց Երևանում արվեստի կյանքը ավելի շատ է, ավելի եռուն է, չէ, ավելի շատ։ Ամեն քայլին, ամեն բանի արվեստ, ամեն ինչն է արվեստ։ Լավ, ես ուրեմն լսել եմ քո մասին, որ մի հատ շատ հետաքրքիր, շատ հումորով կատարում ունես, թառով։ Ու երբ որ զանգեցի հեռախոսով ասեցի Նարեկ ջան, ասի լավ էլի մենակ է չեն քանեմ երկել, որ արդեն ամաչում եմ, ասի չէ, ես չեմ լսել, ասի լավ, քո խաթր կերկեմ։ Հիմա իմ խաթր եւ մեր հեռուստատ դիտողի խաթր մի հատ կատարի այդ քո թառով երգը։ Անպայման, ուրեմն ուղղակի որպես նախաբան ասեմ, այդ երգը ստեղծվեց, երբ որ ես 32 ակումբում էի, երգը ժողովրդական երգ է, Ապարանի շրջանի գյուղերից այնտեղ երգել են ժողովուրդը, տենց ժողովրդական երգ է դառել, սիտուացիոն երգ է։ Ու տենց 32-ի հերթական նկարահանման ենք պատրաստվում, հիմա ինչ անենք, մի հատ նոր սկեչ է պետք, նոր համար է պետք, բան։
Վահե ունեինք Բագրատաշենցի, բարևներ իրան, եթե կնայի մեզ, Վահեն ասեց, բեր այդ երգի տեքստը փոխենք մեր այսօրվա իրականության վրա, ու տես փոխեցինք այնտեղ ուսանողների համար ունենք, YouTube-ում էլ կա, փոխեցինք այդ ժամանակվա Հայաստանի իրականության վրա, հետո որ եկա Ամերիկա, ստեղ սկսեցի հարսանիքներ, բաներ, դե գումարի համար արդեն դերասանությունից հա, բան անել, փոխեցի Հիմա ուզում եմ ամերիկյան իրականության վրա գրված, բայց ինքը չիստուշկա է, հայկական չիստուշկա է։ Գնացինք։ Բավոր ես էլ որ սոր դարնամ, հրացանս վերցեմ ու գամ, նշան բռնեմ արխամանի, զարգեմ ճակին, պրեմ գետին, ինչկանես, մարդունը կարտոլը, ոսկուցելատանք, մարդունը կարտոլը, ոսկուցելատանք, հողիտ հանես, էլի համովա, հողից հանես, էլի համովա։ Չան, եսկաններ, հա։ դու գիտես, որ առաջիններից մեկը ես ու Խոստիկյանն ենք եղել, որ ես երկը կատարել ենք երկուսով։ Իրոք, չէ, ես իրոք չգիտեի լու։ Ահա, ես ու Խոստիկյան, երևի առաջին բայց կա վիդեո տարբերակ։ Չէ, այն ժամանակ եւ ինչ էր պահպանվում, որ այն ժամանակ նոր տարվա գիշեր ենք արել։ Փաստորեն մենք առաջին, եսը գիտեի, ես ու Վահեն առաջին։ Չէ, նոր դե ժամանակ գիտես, որ լենտի բան կար, սուղություն կար։ Մենք է տարեցինք, հետո մի հատ էլ կրկնությունը գնում է, հետո դրա վրա ուրիշ բան էին նկարում, ու տենց շատ բաներ գնացել կորել են։ Եկել է, ավեր ես լավ ցիտի, կսած լավ ծառի, ես նայեմ, տերա էթվես, վերևից ես տոշտի նայեմ, պրիցել բռնեմ գլխիդ ծերտե վիշկոանես, իսկ մի իմպրովիզերամ ես, բավոր ես լավ որսորդ, բա իրար հետ մենք շատ լավ էլ անցել է, շատ լավ արձագանք ունեցել։ Մի խոսքով լավ, հիմա հարսանիքների հիմա մասնակցում ես, վարում ես։ Այս հիմա չէ արդեն, մի 2 տարի կլինի այդքան բան չի, կամաց դուրս եկա, որովհետև հոգնեցի, անկեղծ եմ ասում հոգնեցի, հետո որ քանի որ full time գործ ունեմ, բայց վարել եմ 8 տարի ամեն վիկենդ վարել եմ, դրա համար էլ եւի հոգնեցի այդ գործից, որովհետև արդեն անընդհատ նույն DJ-ների սա սեթերը անգիր գիտեմ ով ինչից հետո ինչ է նվագում, բայց ասեմ որ հետաքրքիր է որ 32-ի այս համարը այնքան սիրվեց ժողովրդի կողմից, որ ստիպված հարսանիքներին կանչում ասում կլինի, բայց այն թառով համարն էլ բան, ու տենց փոխեցի բառերը սենց մի քիչ էլ Ամերիկայի իրականության վրա, հիմա լավ չեմ հիշում, որովհետև քանի մի 4-5 տարի չեմ նվագել, որ ասեցիք բեր ստիպված ձեր խնդրանքով բերեցի, թե չէ, հա, արդեն երկար ժամանակ հետ եմ սովորել, ժամանակ էլ չի լինում։ Մեկ իմ համար տենց որ տեխնիկան լրիվ չփակվի նվագում եմ։ Որևէ լի տես կարճ բան չունես երկային մի հատ համար ասեք։ Կա երկային համար կար, ասենք ժողովրդական երգերից շատ լավ երգեր կան, ասենք Բոբիկ ջուրմի երա, բոբիկ ջուրմի երա, հուշկը մտնի ոտդ յարջան բոբիկ ջուրմի երա, բոբիկ ջուրմի երա, բոբիկ ջուրմի երա, հուշկը մտնի ոտդ յարջան կելնի ամայարա, տղա դու բաղի միջին բոբիկ ջուրմի երա, ոտներն շաղի միջին բոբիկ ջուրմի երա, բոբիկ ջուրմի երա, բոբիկ ջուրմի երա, հուշկը մտնի ոտդ յարջան կելնի ամանեյարա։
Բրավո, շատ լավ է, շատ։ Ես ոչ միայն հիմա ես այսօր հաղորդում եմ անցկացնում, այլ մեծ գերագույն հաճույք եմ ստանում, գիտես, որպես հանդիսա կրկնել ես, պետքա ծաղկացնել ես, պետքա սեղանի շուրջ արդեն, երբ որ գինին գինով ցածրվա այդ վիճակն է։ Օմար Խայամի գործը։ Օմար Խայամով քարյակներով, բաներով։ Հա։ Քո բեմական խոսքի դասատունով ա եղել ինձ հետ։ Աննա Հեկեկյանը, Աննա Արտյոմովնան, հա։ Հիշում եմ ինչ է։ Իմ լավ ընկերն է, Աննա, շատ լավ մասնագետ, շատ լավ մարդ, Իրանից այն դասախոսներից, արժեքավոր դասախոսներից, որ բանա տվել էլի, ասենք, ես իզուր չեմ համարում թատերական, որտեղ այսօր ասպարեզում տեսեք, այնքան մարդ է եկել sense պատահական տեղերից լցվել, որ ըսկի թատերականին կամ թատերական ավարտածին են անուն դնում, իբր իրանք էլ ինչ որ արժեքավոր բաներ ունեն։ Հա, ես չեմ ափսոսում, որտեվ թատերականը մեծ շկոլա է եղել ու լավ մասնագետ է։ Իհարկե։ Նարեկ ջան, արի անցնենք դարձյալ նորից գովազդի, նորից հետո կշարունակենք մեր զրույցս։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ զրույցս Նարեկ Ներսիսյանի հետ։ Գովազդ արդյունի եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում, Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Նարեկ Ներսիսյանի հետ։ Նարեկ ջան, այնքան համով, այնքան հետաքրքիր, այնքան քասեր երգեցիր, որ իմ երգելն էլ եկավ, մի տենց կատակ երգել ես գիտեմ, կարող է իրար հետ երգենք։ Անպայման։ Բաստասեմ ցանել համեմ։ Ապարանի երգը։ Լեսու տառնեմ բերանես ծոմեմ։ Հոգիս հոգույտ վրա, բայց ասեմ քամեմ։ Մարալես չերա Քոսերն ընձի ուրցուցել ատակի պես Արի ընձի շլկատար աղբոր պես Քոսերն ընձի ուրցուցել ատակի պես Արի ընձի շլկատար արդու պես Վախ իմալը գովամ Քե աբարան Լոնդոնից եկան Չերտյոժետ տարան Վախ Իմալը գոպավ, կե ապարան, լոնդոնից եկան, չերտյաշետ, տաժան։ Այս գուսանական բաթլներ, էլի։ Նարեկ ջան, իշպես մենք պայմանավորվել էինք, որ դու իրական պատմություններ մեր կողմի պատմեիր ու ցանկալի ազգավարժալի եւ երկու հատ էլ անեկդոտ։ Անպայման։ Իրական պատմություններից ուրեմն շատ տարօրինակ ու իրական պատմություն նշեցի ընթացքում, որ Արմեն Ջիգարխյանի հետ նկարվեցի, ես էլ երկրորդ կուրսի ուսանող եմ թատերականում, ինքն էլ մի խոսքով ֆիլմ են նկարում, կանչել են, անցել եմ կաստինգը, գնացել եմ, նկարվում ենք, արդեն պրոցեսի մեջ ենք նկարման հրապարակում բանել դե գրիմյորները համ գրիմ են անում իրան համել Արմեն Վարիս այս պատմությունը երկար է երկու պատմության տեղ է կարճ ասած ժամանակը ներքիչ երկու պատմության տեղ է ուրեմն Արմեն Բարիսովիչ
Նարեկն է Բաբկեն Ներսիսյանի թորը։ Վայ, Ազիզ ջան, տենում ես կյանքը ինչ բան է, բան, սենց խոսում ենք իրար հետ, այս կողմով։ Դու համարը զգրի будешь в Москве звони։ Ասում եմ, հա, օքեյ։ Համարը վերցնում եմ, բան, այդ ամռանը նկարվում ենք, ձմռանը գնում եմ Մոսկվա։ Գնում եմ Մոսկվա, զանգում եմ Արմեն Բարիսովիչ, դա։ Ասում բանը Նարեկն է, հա, Ազիզ ջան, գիտեմ ճանաչել է։ Ասում հա ինչ կա, ասում եկել եմ Մոսկվայում եմ։ Ինչի առաջ որտեղ էիր։ Ասում Երևանում էի, որտեղ էի։ Հա այն որ ասում Երևան դարձած ու սկսում է երգել։ Ասում հա Արմեն Բարիսովիչ, հա, ասենց մի խոսքով ինչ ա եղել, ասում դե եկել եմ Մոսկվա, ասեցի զանգեմ գամ ձեզ տենեմ, եղավ Ազիզ ջան, արի, ասեցի ժամը քանիսին գամ։ Կլինի շուտ գամ, որ թատրոն առավոտը գամ, թատրոնը փորձը նայեմ, բան։ Չէ, առավոտը մի արի, երկուսից հետո արի, որ չկանչեն գործի գնամ փող աշխատեմ, հումորներ է անում, բան, ասի օքեյ, հաջորդ օրը գնում եմ թատրոն, իրա մոտ Տեատր Արմենը Ջիգարխանյանը, բան, մտնում եմ Յակ Արմենը Ջիգարխանյան ու բարձանում եմ իրա սենյակ, նստած, արի բալիկ ջան, արի, ինքն է նստած կողքը ինչ-որ բիզնեսմեն հայ ընկեր, ես եմ, երեքով նստած ենք, խոսում, թատրոնից, ինչ խոսում է թատրոնից է խոսում, դերերից, թատրոնից եւ այլն, խոսած մի կեժամ 40 րոպե մի քիչ sense այց իջտենք բուֆետ ты щи будешь ընկերը ասեց հա ты борщ будешь ասի ну да давай գնացինք բան գնացինք իրանց բուֆետում նստած ենք դերասաններ են կողքը բան եւ այլն ճաշը կերանք սուպը կերանք վերջացրեցինք նստած ենք խոսում այլի թատրոնից բան մեկ էս ընկերոջ ասեց ты булкерен будешь ասեց հա կուտեմ ինձ էլ շրջվեց ասեց булки будешь ты ասի հա Фрած ընկերոջս ասեց а я знал он дорого нам обойдется տանգ էին ստեվրեներ հետո բորշով булкерենով բանով այդ ամեն ինչը անեկդոտ լավ անեկդոտ կա ոչ 18+ հա ուրեմն մի ընտանիքում հայրն է մայրն է աղջիկն է Պարզում աղջիկը հղի է, հերը ջղայնանում է, բայց ով է ումից ես հղիացել, չամուսնացած բան, ման, հələ բեր դրան բան, մի ձև բերում են այդ մարդուն, ոնց է պատահել դեպքը, գալիս է նա շքեղ Rolls-Royce է կանգնում, մեջից իջնում է տարիքով սպիտակամազ էլեգանտ անձնավորություն, գալիս նստում է ասում է այո, ես հասկանում եմ ինչ ենք հավաքվել, կներեք սիտուացիան հասկանում եմ, բայց ես ինքս ընտանիք ունեմ, ես չեմ կարող ձեր աղջկա հետ ամուսնանալ, բայց Ես առաջարկում եմ պայմաններ։ Եթե ձեր աղջիկը ծննդաբերեց եւ ունեցավ տղա, ես կփոխանցեմ նրա հաշվին $2 միլիոն, 3 հատ խանութ, ապահով կապրի երեխեն։ Եթե հանկարծ ծնվեց աղջիկ, ես նրա հաշվին կփոխանցեմ $1 միլիոն, 2 հատ խանութ, ապահով երեխեն կապրի։ Եթե հանկարծ տղա ու աղջիկ ծնվեցին, հարց չկա $4 միլիոն, 4 հատ խանութ երեխեքը ապահով կապրեն, իմս ծնողներս լսում են հետո, ասում է, դե իսկ եթե հանկարծ հերու տնից տեղից երեխա չծնվի, ինչ-որ դեպք պատահի, դուք ասեք, ինչ տարբերակ եք տեսնում, նորմալ Այս հերը մտածում աղջիկա մտածում սենց է անում գալիս է այդ մարդուն ձեռը դնում ուսին ասում դե որ հանկարծ երեխեն չեղավ այս անգամ մի անգամ էլ կփորձեք էլի փող կա մեջ խանութ մի քանի միլիոն էլի Լավ Նարեկ ջան շատ եմ ցավում բայց ավարտվեց մեր հաղորդումը Հա լավ բաներ այսինքն քիչ են տեղում էլի Հա լավ բաները քիչ է Չէ, մարդկա որ գալիս է, ասում եմ, ցկում եմ, երբ պետք է ավարտվի հաղորդումը։ Մարդ էլ կա, որ զգում եմ, որ հələ ագին կարող ենք իրար հետ։ Ես հաջորդ անգամ էլ կգամ ուրեմն։ Մեծ սիրով։ Այստեղ կեսն է, այն մյուս կեսն էլ կդիտեն։ Առաջի սերիան է։ Արի մենք սերիալ դարձնենք քո հետ էսպեր։ Շատ է։ Ամիսը մեկ ես կգամ։ Գոնե 16 սերիա։ Դե ինչ, ավարտվեց մեր հաղորդումը։ Ես մնում եմ քեզ մեծ հաջողություններ ցանկանալ ու խնդրում եմ դու բեմը մի թող, դու բեմի մարդ ես, դու ափսոսես։ Անպայման մի ներկայացում բեմադրի, մի բան արա, դու պետք է բարապ չմնաս։ Իսկ օրերը, ամիսները, տարիները վազում են, սլանում են։ Պետք է հասնել ահագին բան անել։ Շնորհակալություն, որ եկար, մի շնոր հանդիպում Նարեկ ջան։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես միշտ հաճույքով ոնց որ ասի ամեն ամիս Երևան։ Հաջողություն։ Լավ մնացեք, անխափան եկեք։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ շատ լավ հաղորդում, որ իմ հյուրն էր դերասան Նարեկ Ներսիսյանը։
Հիմա ես կարդամ մեր հաղորդման ավարտական խոսքերը։ Մենք ինչ հետաքրքիր բան ա կյանք ասում եմ, տես դու հիմա գործի ես, գիշեր ցերեկ աշխատում ես, գործի ես։ Իսկ ով քեզ փող ապարտ, արդեն երրորդ անգամն ա գնում հանգստանալու։ Ինչ բան ա կյանքը, չէ՞։ Բարի գիշեր, բարեկամներ։ Այն Արեգ ջան, այսպես քեզ նայում եմ, չէ՞ տղա ջան։ Փոյը տեղը, ուսումը տեղը, կրթությունը տեղը, ամեն ինչը տեղը։ Այ վալա ջան, ժամանակը չի դու ամուսնանաս, տեսքա քո տարիքի մարդիկ կա, որ իրաց երեխեք արդեն բանակ են գնաց եկել, ամուսնացել են, արդեն թորել ունեն։ Բալա, դու չես ուզում նա ամուսնանաս։ Վարպետ ջան, դե ինչ ամուսնանամ, դե հիմա պատրաստ չեմ էլի, հիմա ասենք ամուսնությունը գիտես, ծախսա, բանա, պատասխանատվությունա, հարսանիքը գիտես ինչ թվեր արժի։ Դե հա։ Նայում ես աղջիկ չկա, փողը կա, մեկ էլ հենց փողը կա, աղջիկ չկա, ես իմ պատրաստ չեմ էլի էլ չէ։ Փողն է պատճառը, ոչ ես։ Պատճառը փողն է, հա, փող չկա, որ ամուսնանամ։ Հավատ տանեմ, հիմա այնքան հնարավորություններ են տալիս նոր ապսատեի, որ կարող ես վարկը վերցնես ու ամուսնանաս։ Այ կանա, գնա որևէ բանկ վարկ վերցրու ամուսնանալու համար, կամուսնանաս, հայ աղբեր ջան, այդ վարկը կամած կտաս, աղջիկն էլ քեզ քյար կմնա, բաթա։